Մրցույթը երկրորդ անգամ անցկացվում, առաջի անգամ 3 տարի առաջ ենք անցկացրել։ Մրցույթի նպատակը մեծացնել հասարակության շրջանակում, երիտասարդության շրջանակում ընդհանուր ռոբոտաշինության եւ հատկապես անօդաչու թռչող սարքերի նկատմամբ, ցույց տալ, որ ներկայումս ըստ էության տեխնիկայի զարգացումը գնում է ավտոմատ կառավարվող սարքերի ուղղությամբ, թե ավտոմեքենաների, թե գնացքների, թե ինքնաթիռների եւ սրանով իսկ երիտասարդությունը ուղղել դեպի այդ մասնագիտացումները։ Սա է հիմնական նպատակը մրցույթի։ Կարծում եմ այսօրվա հավաքս բոլորիս համար շատ կարևոր նշանակություն ունի այս ձեռնարկը, որը իրականացրեց ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, սա մեր երկրի համար առաջին քայլերն են նման ուղղության, այն անօդաչու սարքերի, ինչպես գիտեք, 10 թիմ է այստեղ ներկա եւ այդ թիմերի իրականացրած ամիսների աշխատանքը մենք այսօր կտեսնենք եւ մեր ընկերությունը մշտապես լինելու է ռազմաարդյունաբերության ոլորտի նախնական փուլում ձևավորվող նման խմբակների աջակից եւ նման մրցույթները մշտապես կարևորում ենք մեր երկրում, որովհետև սա սկիզբ է մեր նոր ռազմաարդյունաբերության եւ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք սրա կարիքը շատ ունենք եւ շատ ուրախ եմ, որ մենք նախաձեռնությունը սկսել ենք ապրիլյան օրերից շուտ, այսինքն մենք դա մշտապես գիտակցել ենք եւ փորձել ենք այդ ամեն ինչը անել եւ ապրիլյան դեպքերն մեզ ապացուցեցին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ այսօրվա մեր երիտասարդների ստեղծած անօդաչու սարքերը իրանց մտքի ուղին, որ այսօր մենք տեսնում ենք, կարծում եմ մեզ կգոհացնի։ Ինչ գործողություններ ա կատարում ձեր անօդաչու թռչող սարքը։ Ինչպես եւ նշված է, իր առջև դրած նպատակն է, որ մրցույթի նպատակն է, որ մեզ տված նշանակետին լնակ հասցնենք, բաստվանք այդ լնակը ու վերադառնանք տուն։ Հիմնական նպատակը այդ է։ Այսինքն ռազմական անօդաչու թռչող սարքի նախագիծ Չեմ կարող ասել, մեզ ասել են ռազմական չի, բայց այդ նռնակների մասին է։ Թռչող գործողություններն եք անում, հա, պատրաստում։ Միտքը առաջացավ դեզինֆեկցիոնով։ Հավանեցնենք եւ արդեն 16 տարեկան քաղաքացիներից սովորում մեկը հակատական վարժարանում։ Ես Վահագնն եմ, նույնպես սովորում եմ ամերիկյան հանրակրթական դպրոցում։ Առիթ ընձեռնվեց, որոշեցի մասնակցել։ Ես Տարսեր Աթանյանն եմ, եկել Էջմիածնից, բայց համարժեք ավագ դպրոցից, թիմի անդամ եմ ու ես որոշել եմ մասնակցել սարքել մեր դրոնը։ Հիմա դրոնը։ Սարքի մասին էլի պատմեք։ Դրոնը աշխատում է հեռակառավարման վահանակով, որ աշխատում է ռադիոալիքներով։ Ստորին Անտոնիչն է, աշխատում է երկու վահանակով, մեկը փերկցելու համար, մեկը քշելու։ Էսի ընդունիչն է, ստեղեցինք էսնի պուլտի ռադիոալիքն է ընդունում, այս տակի մատորն է միանում ու ակումուլատորն է միանում, իսկ այն պուլտով արդեն միանում են 4 մատորներին, նաև մեջ կա գիրոսկոպ, որը սկսում է գետնի հարթությունը եւ փորձում է դրան ուղղել։ Մենք այս տարի փորձենք ական փնտրող ռոբոտներին մասնակցել, այս տարի չմասնակցեցինք, քանի որ երկու մրցույթ ամենույն ժամանակում էր, իսկ այս մրցույթից հետո արդեն սկսենք պատրաստվել ական փնտրող ռոբոտների մրցույթին։ Բացին է գնալու ես։ Ժամանակի մեջը